Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը տիկնոջ հետ մարտի 30-ից ապրիլի 2-ը կայցելի Հայաստան եւ Ադրբեջան եւ կհանդիպի երկու երկրների ղեկավարների հետ։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը թե իբր մարտի 17-ին ժամը 1:25-ից 12:55 նկատած ժամանակահատվածում զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան եւ հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում Հայաստանի ուղղությամբ զինտեխնիկայի հնարավոր տեղափոխման մասին տեղեկատվությունը, որի մասին հրապարակում էր արել ռուսական Russia Today գործակալությունը։ ԱՄՆ բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները, պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում զինտեխնիկայի տեղաշարժերն օպերացիոն անվտանգության նկատառումներից ելնելով։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը երկրի խորհրդարանի կայքում հոդված է հեղինակել, որտեղ հերթական անգամ կեղծ մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին, ըստ նրա Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ամենալուրջ խոչընդոտը Հայաստանում ռևանշիստական միտումներն են։ NBC News-ի հարցման տվյալներով Դոնալդ Թրամփը նախկինի պես մեծ ժողովրդականություն է վայելում ամերիկացիների շրջանում, չնայած ֆոնդային շուկաների անկմանը հարցվածների 47%-ը կարծում է, որ նա լավ է կատարում իր աշխատանքը։ Մարտի 23-ին ժամը 18-ին Թբիլիսի Դինամո արենայում կկանա UEFA ազգերի լիգայի անցումային փլեյօֆ փուլի Վրաստան-Հայաստան պատասխան հանդիպումը։ Հայ երկրպագուներին հատկացվել են 9-րդ եւ 10-րդ սեկտորները։